Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Հայաստանի ԵՍՄ նախաձեռնության ղեկավար Նայիրի Սարգսյանը։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Շնորհակալ եմ այսօր կալվելու համար։ Ես եմ շնորհակալ ավելի համար։ Երեկվանից մեկնարկել է Սահմանադրական դատարանի նիստը, շարունակվելու է մինչև հուլիսի 4-ը, այսօր նաև հարց ու պատասխան է տեղի ունենալու դատավորների եւ բողոքը ներկայացնողների ներկայացուցիչների միջև, ինչ սպասելիքներ Սահմանադրական դատարանից ունեք դուք, որովհետեւ իհարկե բողոքարկվում է արդյունքները ընտրությունների, բայց նաև ասում են, որ գոնե ընդառաջեն կենտրոնական ընտրական հանձնաժողովի այն որոշման մասով, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի կարող մտնել խորհրդարան եւ վերանայվի այս որոշումը։ Այսօր մենք տեսանք, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից որպես ներկայացուցիչ արդարադատության նախարարներ ներկա, սա արդյոք ինչ-որ բան չի փոխում Սահմանադրական դատարանի որոշման առումով եւ սպասելիքները ձեր։ Սպասելիքները պետք է ԲՀԿ-ին տարանջատենք մնացած բոլոր ուժերից, որովհետեւ ԲՀԿ-ի պարագայում ակնհայտ ապօրինություններ են, ակնհայտ իրավունքի, սահմանադրության եւ այլ իրավական ակտերի բռնաբարության փորձեր են եւ ոչ թե այդպես փորձարկումներն անհաջողության մատնելով, այլ կարծես հաջողությամբ ԿՊ-ն կարողանում է մինչեւ վերջ տանել։ Ուղղակի ակնկալիք հետեւյալն է Սահմանադրական դատարանից, որ նրանք պետք է իրենց իրավաբանի կոչմանը հավատարիմ մնան եւ մասնագիտական էթիկան թույլ չտա այդ տեսակ աղաղակող ապօրինություններ թույլ տան, բայց հաջորդ կողմից շատ ավելի այսպես բարձր սպասելիքների առումով գործոն գոյություն ունի, գործոնը հետևյալն է՝ Նիկոլ Փաշինյանի նշանակած Սահմանադրական դատարանի անդամներ, շատ դեպքերում եթե մենք տեսնում ենք նրանց կենսագրությունը, անսկզբունքայնությունը, կամակատարությունը, կամ մտավախություն, որ նրանց այդպիսի լուր կամակատարությունը կարող ավելի բարձր գտնվել, քան նրանց մասնագիտական էթիկան։ Հետևաբար սպասելիքները չեն կարող լինել այդպես դրական, բայց միևնույն ժամանակ չի կարող ուղղակի սպասել, որ Սահմանադրական դատարանից ոչ մի ակնկալիք չկա։ Այսինքն ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու, չեղարկելու, այսպես սպասումները առանձնապես մեծ չեն։ Հատկապես որ Փաշինյանն ասաց, որ կարիք չի տեսնում ինքը, որ նոր ընտրություններ անցկացվեն։ Ես չեմ տեսնում այդպիսի տրամադրվածություն ամենայն դեպս եւ չեմ տեսնում ոչ թե Սահմանադրական դատարանի անդամների դեմքին նայելով կամ Փաշինյանի ու դաշտի մյուս գործող գործիչների դեմքին նայելով, այլ գոյություն ունի ընտրություններից հետո սովորական մարդկանց այդպես ամբողջ էմոցիաները պարպելու ժամանակահատված։ Սովորաբար ընտրություններից հետո բոլոր ուժերի վարկանիշները անկում են գրանցում, նման պարագայում գնալ նոր ընտրությունների վտանգավոր է եւ իշխանության համար եւ ընդդիմության համար։ Այո, հիմքերը ստեղծում են ինչի համար, որովհետեւ մենք քաջ գիտակցում ենք, որ դրսից կա պարտադրանք, ընդ որում դա շատ բաց աղբյուրներում հայտնի է, Ալիև ամենօրյա ռեժիմով, եթերներով եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ պարտադրում են, բայց մի հաջորդ կողմից Թուրքիան է այստեղ Հայաստանում բարձրաստիճան այդպես պաշտոնյաների դիրքերը որոշում, հետեւաբար շատ կարճաժամկետում դեռ օրինակ Ռուբեն Ռուբինյանի պարագայում շատ այդպես կասկածները հիմնավոր են, որ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման առանձնահատուկ դերակատար է հանդիսանում եւ առաջին շահառուն հենց Թուրքիան է, որ նա լինի ազգային ժողովի նախագահ։ Եվ առաջինը, եթե հիշում եք, նույնիսկ ազգային ժողով դեռևս չի ձևավորվել, նույնիսկ ընտրություն չի կատարվել, արդեն շնորհավորում կատարվեց Թուրքիայի կողմից։ Հետևաբար բոլոր այսպիսի գործոնները, եթե մենք համադրում ենք, մենք տեսնում ենք, որ շատ կարճ ժամանակահատվածում արդեն ընտրությունների հիմք չկա, բայց մոտ ապագայում ես տեսնում եմ դա։ Այսինքն նաև չեմ տեսնում ԿՊ-ի 5 տարի կառավարումը։ Ինչու՞։ Որովհետև խնդիրները շատ են խորացնում, գիտեք, աջակցությունը շատ հետաքրքիր է ձևակերպում։ Օրինակ գյուղատնտեսության հետ եթե մենք համեմատենք, գյուղատնտեսական ոլորտը տարեկան 1 միլիարդ դոլարի մոտավորապես արտանում է իրականացնում, պետությունը մոտավորապես 2.5-ից 3 միլիոն դոլարի սուբսիդավորում է իրականացնում։ Այսինքն գալու է մի ժամանակահատված շատ շուտով, որ ծախսերը չեն բավարարելու ֆերմերների վարկերի սպասարկման համար, աշխատակիցների աշխատավարձի վճարման համար, այլ ծախսերի իրականացման համար, ինչը հանգեցնելու է գործազրկության։ Այսինքն այնպիսի իրավիճակ է ստեղծում հենց կառավարությունը, որ հենց ժողովուրդը դուրս գա ու պահանջատեր լինի։ Այսինքն ներքին բունտ է հասունանալու ժողովրդի մոտ։ Չի կարող չհասունանալ, որովհետև եթե ժամանակին
ներքին այդպես դիմադրողականությունը որոշակի թուլություն էր ունենում պայմանավորված մարդկանց այլ երկրների հանդեպ այսպես դրական սպասումներով կամ աշխատանքի այդպես փնտրտուքի հաջողություններով։ Օրինակ մարդը կարող էր մտածել, որ լավ Հայաստանում չկարողացանք, չստացվեց, տեղափոխվենք Ռուսաստան, կաշխատենք, կապրենք եւ այլն, բայց նույն Ռուսաստանում արդեն շատ սոցիալական վիճակը վատ է, աշխատելու հնարավորությունները շատ սահմանափակ են, նման պարագայում, այսինքն ստիպված պետք է լինի մարդը ապրել եւ արարել իր երկրում, իսկ եթե բոլոր այդպիսի հնարավորությունները վերացված են կամ պատմեշի դրված, ինքը այլ տարբերակ չունի, քան ամբոստություն արտահայտելը։ Երբ որ մարդու վրա հարձակվում են կամ նույնիսկ կենդանու վրա երբ որ հարձակվում են, շատ դեպքերում ինքը կարող է անդադ հետ քայլեր իրականացնել, նահանջ, մինչև այնքան ժամանակ, որ այլևս նահանջելու տեղ չկա եւ միանգամից հարձակումը չէ գործում։ Նույն տեղի ունենալու մեր պարագայում, այսինքն հանդուրժել, ինչ որ X փուլի այլևս տոտալ անհանդուրժողականություն է տիրելու երկրում։ Բայց իրենք ասում են, որ վերահսկում են իրավիճակը եւ նաեւ աջակցման ծրագրեր կան, Եվրամիությունն է այս գործին լծված եւ մեկնաբանում են, որ տնտեսությունը ուզում են կախվածությունից Ռուսաստանից ազատել եւ հավասարակշռել։ Դե տեսեք, նախ պետք է հասկանանք, որ կապ չունի իրենք ինչ են ասում, որովհետեւ ԿՊ եւ վերահսկել միմյանց հետ աղերս չունեցող երկու գաղափարների մասին ենք խոսում, որովհետեւ վերահսկելու համար պետք է ունենալ կամք, պետք է ունենալ նպատակ, պետք է ունենալ գիտելիքներ, հմտություններ, փորձառություններ եւ այլն, այս մարդիկ դրանցից բոլորից զրո են։ Ինչ վերաբերում է Եվրոմիությունը ընդհանրապես փաթեթավորումն է, Եվրոմիության հետ համագործակցություն գոյություն չունի, ընդհանրապես Եվրոմիությանը խնդրում են, որ որոշակի օժանդակություն իրեն ցուցաբերեն, որ կարողանան խափեն հայ հասարակությանը, թե մենք արտաքին քաղաքական վեկտորներն ուղղում ենք դեպի Եվրոպա, բայց իրականում արտաքին քաղաքական վեկտորներն ուղղված են դեպի Թուրքիա եւ Ադրբեջան։ Ինչ վերաբերում է Եվրոմիության մենք աջակցում ենք, ասում են, որպեսզի հարևանների հետ առևտուրն իրականացվի։ Եվրոմիությունից այսպես հայտարարություն է Եվրոմիություն, հետո հետ գանք տարածաշրջաններից։ Եվրոմիությունը, եկեք ես եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ մի քանի տարի առաջ մեզ հստացել 2.5 միլիարդ եվրոյի աջակցություններ, դրումներ իրականացում եւ այլն, դրանց որքան տոկոսը իրականացավ։ 0։ Եվրոմիությունը խոստացավ ընտրությունների կազմակերպման համար 12 միլիոն եվրո տրամադրել եւ Եվրոմիությունը խոստանում է, որ կհանդիսանա արտահանման այդպես նոր ուղղություն, որ ապրանքն ենք արտահանել։ Օրական մոտավորապես 60,000 ծաղիկի արտահանումից ընդհանրեն դեպի Եվրոմիության երկրներ չեմ էլ հիշում, նույնիսկ Եվրոմիություն կարծես թե չհասավ էլ 10,000 ծաղիկ էր գնացել մի խմբականակ ու դրանից հետո այլևս չի գնացել։ Ասում են 16 երկիր արտահանում են ծաղիկները։ Որ երկրներն են դրանք, որ արտահանում ենք։ Անունները չի նշել, Պապուայանը 16 երկիր։ Առաջարկում եմ նշեք ԿՊ ներկայացուցիչներ, որ երկրներ եք արտահանում, ի սկզբանե ասեմ, չի կարող լինել այդպիսի բան, 16 երկիր կարող է անվանական լինել, որտեղ յուրաքանչյուր երկիր մի խմբականակ գնա, գիտեք ինչ պայմանով, որ ընդհանրապես այստեղ Հայաստանում ֆոն ապահովելու համար այդպես միջկառավարական համաձայնություններ ձեռք բերվի, այդ թվում որոշակի պարտավորություններ ստանձնի Հայաստան նրանց երկրների հանդեպ, որպես թույլատրեն ընդունեն յուրաքանչյուր երկիր 3000 հատիկ ծաղիկ գնա։ Պատկերացնում եք, սրա մասին է խոսքը։ Եվ հետո պետք է սպառել այդ ապրանքը, միայն արտահանելը չէ։ Տեսեք, երկու կարևորագույն խնդիր ունենք։ Այսինքն այդ որ երկրներն են, որ մենք ունենք այդպես լոգիստիկ շատ ավելի լավ հնարավորություններ, որ մենք կարողանում ենք ծաղիկ կամ այլ գյուղմթերք արտահանել այդ երկրներ, ինչու այդ երկրները Էկվադորից կամ Նիդերլանդներից ձեռք չեն բերում համաշխարհային խոշոր մատակարարներից եւ այդ երկրները ունեն ծաղիկի այդպես սպառման մշակույթ թե չունեն, որովհետեւ դա շատ կարևոր բան է։ Ես նորից պետք է հիշեցնեմ հետեւյալ միտքը։ Մենք Եվրոպայի ցանկացած երկրներում որ շրջում ենք, մենք այդպես ծաղիկի խանութներ չենք հանդիպում։ Ինչպիսին հանդիպում ենք Երևանում, ինչպիսին հանդիպում ենք Ռուսաստանում։ Այնտեղ կարող է լինել այո փոքրիկ բակային ինչ-որ խանութ, որտեղ որ առանձնացված է մի շատ փոքրիկ դույլ, որի մեջ դրած է մի քանի հատ ծաղիկ։ Երբ որ դու ցանկանում ես քո այդպես մշակույթին համապատասխան որոշակի խմբականակի ձեռքբերում իրականացնես, դրա խմբականակը չկա։ Օրինակ Հայաստանում մարդիկ որ միմյանց ծաղիկ են նվիրում, կնոջը, մայրիկին, դստերը եւ այլն, գոլեգային
միջին այդպես քանակը նվիրելու, այսինքն փունջ ստանալու միջին խմբականակը տատանվում է 15-ից 21, 25, չէ, այդ շրջանակներում։ Նրանց ամբողջական խանութի ամբողջական վաճառքի քանակը դա է, ինչը նշանակում, որ նվիրում են 1 հատիկ եւ շատ այդպես հազվադեպ դեպքերում։ Այսինքն սպառման խնդիր նույնպես կա։ Շատ դեպքերում գիտեք, օրինակ կոնյակի պարագայում, նաեւ եկեք խմիչքներին էլ զուգահեռ անցկացնենք։ Շատ դեպքերում ասում ենք հայկական խմիչքը կարտահանենք Եվրոպա։ Օրինակ եվրոպացիները կոնյակը սպառում են, բայց ինչքան են, որքան են սպառում։ Այսքան տեսնում են բաժակի մեջ ու ժամերով նրանք դրա շուրջ զրույց են ծավալում։ Որքան գինի են սպառում, նույնպես այդ չափաբաժնի։ Որքան գարեջուր, շատ։ Այսինքն դրանք բոլորը առանձնահատկություններ են, որ գիտեք, արտահանման ուղղություն ընտրելուց բոլոր այդպիսի նուրբ կետերի եւ թելերը պետք է միացնենք միմյանց, հետո նոր որոշում կայացնենք։ Այդպես ասելով չի արտահանեցինք ու գնաց։ Գիտեք դա ինչի նման։ Դա երկարատև գործընթաց է։ Պետք է պատրաստենք երկարատև։ Այդպիսի բան գոյություն չունի, երկարատև գործընթացի գոյություն չունի։ Երկարատև գործընթացի համար, եթե կա մշակույթ, այդ մշակույթի մեջ ուղղակի մարքեթինգային հնարքն ու մարքեթինգային քաղաքականությունն է, որ կարողանաս մարդկանց քո արտադրանքը առաջարկես եւ ոչ թե այլ երկրների արտադրանքը։ Օրինակ, եթե ասենք չինական շուկայում երկարատև գործընթաց է հայկական գինիների վաճառքը, այո, երկարատև գործընթաց է, որովհետև վրացական գինիները արդեն մուտք են գործել չինական շուկաներ։ Եթե կասեն, որ չինական շուկայում երկարատև գործընթաց է հայկական ծխախոտի վաճառքը, նույնպես կհամաձայնվեմ դրան, որովհետև նրանք ունեն արդեն ձևավորած որոշակի ճաշակ, թեկուզ ծխախոտի հանդեպ, ունեն որոշակի ազգայինի բարձր գիտակցում, որ չինական սիգարետը ծխախոտը ներողություն պետք է սպառեն։ Հետևաբար հայկական ծխախոտ այդ շուկան մտցնելու համար պետք է միգուցե 3 տարի մարքեթինգային քաղաքականություն։ Իսկ երբ որ դու գիտես, որ Եվրոպայում օրինակ Marlboro տեսակ ծխախոտին չես կարող փոխարինել կամ ֆրանսիական կոնյակին կամ չեխական գարեջրին չես կարող փոխարինել, դրա երկարատև գործընթաց չէ, դա անհնար գործընթաց է։ Դա հիմարություն է ուղղակի դրա մասին խոսելը։ Մենք չենք կարող կամ թեկուզ կերակրատեսակների սպառման առումով դուք պատկերացնում եք, մենք Հայաստանից օրինակ նրբերշիկ արտահանենք Եվրոպա, երբ որ կա բավարարական նրբերշիկ, պատկերացնում եք այդպիսի բան։ Ֆրանսիացիները 1 կրուասանով նախաճաշում եւ տանից դուրս են գալիս, օրվա ընթացքում կարող են այլևս ոչինչ չսպառել։ Դուք պատկերացնում եք, մենք հայկական խաշ արտահանենք Ֆրանսիա, դա ուղղակի անհնարինության ժանրից է։ Կամ մենք պետք է կարողանանք այդ մարդկանց ճաշակի վրա ազդեցություն ունենալ, այդպես նրանց համային հատկանիշների վրա, ռեցեպտորների վրա, չգիտեմ ինչ ազդեցություն ունենանք, որպեսզի կարողանանք վաճառք իրականացնել։ Դրանք անհնարինության ժանրից են ուղղակի։ Չի կարելի այդպիսի բան ասել։ Իսկ ինչ վերաբերում է տարածաշրջանին, որ ասում ենք տարածաշրջանում վաճառենք, եւս մեկ անգամ ԿՊԻ-ի նպատակ ունեն Թուրքիա, Ադրբեջան։ Տարածաշրջան ասել դա կեղծիքների չափ կա։ Եվրոպական պաշտոնյաները Սովորաբար այսպիսի այդպես կիսակատակ էին իրականացնում, ասում են կամ սուտ կամ մեծ սուտ եւ կա վիճակագրություն։ Հիմա 4-րդ աստիճան է ավելացել եւ գոյություն ունի ԿՊԻ սուտ, վիճակագրությունից էլ բարձր է։ Ժողովուրդ, մենք Թուրքիա ինչ պետք է արտահանենք։ 3 թե 4, չէ, ներողություն, ավելի շատ ժամանակատված 2020 թվականի պատերազմից հետո սրանք անդադ խոսում են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման եւ նրանց հետ գործընկերության զարգացման մասին, չէ։ 6 տարի է ես իրենց հարց եմ տալիս։ Ասեք 1 ապրանք, որը արտահանելու եք Թուրքիա։ Ասեք 1 ծառայություն, որը արտահանել է Թուրքիա։ Չկա, այսինքն խոսել 16 երկիր դիվերսիֆիկացիա ենք իրականացնում, չխոսել այդ երկրների անունների մասին, ասել որ Թուրքիա եւ Ադրբեջան ապրանք են վաճառել, չխոսել ապրանքի անվանացանկի մասին, ինչու անվանացանկը դրսևորման ձևն է։ Ինչու չեն ասում։ Անունները չկա այդպեսի, որովհետեւ ստում են։ Որովհետև չկա այդպիսի ապրանք, որ նրանք կարող են արտահանել Թուրքիա։ Օրինակ արտգործնախարարն ասում է, որ մեր միրգ բանջարեղենի ծաղիկների համար նոր շուկաների փնտրտուքը մեծ հետաքրքրություն է առաջացրել Եվրամիությունում, Թուրքիայում, նաև Կենտրոնական Ասիայում, արաբական երկրներում։ Լոգիստիկ խնդիրներ են առաջանում, բայց թվերը վկայում են, որ ճգնաժամ չառաջացրեց։ Դուք պատկերացնում եք, մենք ցանկացած գյուղատնտեսական արտադրանք վաճառենք Թուրքիայում։ Տեսեք, գյուղատնտեսությունը կազմակերպվում է 2 եղանակով՝ ջերմոցային տնտեսություններ եւ բաց տնտեսություններ։ Ջերմոցային տնտեսություններում սովորաբար առաջանում է, երբ որ գոյություն ունի պետական օժանդակություն, որովհետև մարդը միայն իր միջոցներով պատրաստ չէ այդքան ներդրման, որովհետև ինքը պահանջում է երկարաժամկետ ներդրում եւ ներդրումների երկարաժամկետ հետ վերադարձելիություն։ Ինչ է սա նշանակում, որ $10,000 ներդրածը, 10,000 շատ փոքր թվի մասին եմ ասում, ուղղակի շատ թվերով չծանրաբեռնենք, $10,000 ներդրումը
շատ ռիսկային է գյուղատնտեսության ոլորտում եւ կարող է ինքը նույնիսկ 10 տարում հետ չվերադարձնի ջերմոցատիրոջը։ Այգեգործության անասնապահության բնագավառում այստեղ արդեն գոյություն ունի հողի բերիություն, ոռոգելիություն, բարենպաստ եղանակային պայմաններ, բոլոր այսպիսի գործոններով Թուրքիան հենց հիմա Հայաստանի Հանրապետությունից շատ ավելի բարենպաստ դիրքում է գտնվում։ Արևմտյան Հայաստանի ամբողջ տարածաշրջանի հողերը շատ ավելի բերի են, այդպես շատ ավելի մեծ շուկա է Թուրքիայում 80 միլիոն բնակչության, այսինքն սպառում հենց ներքին շուկայում անխոչնդոտ է։ Հիմնականում այստեղ բնակեցված են քուրդ ժողովուրդներով, որոնք որ սոցիալապես ավելի ծանր պայմաններում են ապրում, այսինքն աշխատանքի վարձատրությունը շատ ավելի ցածր է, գումարած Թուրքիան տրամադրում է, պետությունը հենց տրամադրում է սուբսիդիաներ գյուղատնտեսության զարգացման համար։ Այսինքն ջերմոցային տնտեսություն, որտեղ պետք է պետական աջակցություն եւ բաց գյուղատնտեսություն, որտեղ որ նույնիսկ առանց պետական աջակցության հողի բերություն ձեռներով մարդիկ կարող են մշակումներ իրականացնել։ Այսինքն մեր ապրանքի Թուրքիան ավելի շատ կարող է օժանդակություն ցույց տալ, թե Հայաստանը մեկ հարց, սա նույնիսկ աննորմալ հարց է, չէ՞, որտեղ աքսիոմատիկ ճշմարտություն է, որ Թուրքիան եւ երկրորդը նրանց հողերը ավելի բերի են, նրանց ոռոգելի հատվածը ավելի շատ է եւ այլն։ Այսինքն Հայաստանը կարող է այդպես ծաղիկ արտադրող ու Թուրքիա արտահանող երկիր դառնա, ինչի աննորմալություն է, չկա այդպիսի բան ուղղակի, չի էլ կարող լինել այդպիսի բան։ Մենք Թուրքիա ապրանք չենք կարող արտահանել։ Նույնիսկ եթե կարողանանք տեսականորեն պատկերացնենք, որ կարողանանք, ամիսներ առաջ ընդհանրեն Թուրքիան Հայաստանից արտահանվող ապրանքների մաքսատուրքերը բարձրացրեց։ Ինչի համար։ Ակնհայտ ինքը գիտի, չէ՞ որ չենք կարող արտանել։ Բայց ցույց է տալիս, որ հանկարծ մտքներովդ էլ չանցնի այդպես որոշակի ուսումնասիրություն կատարեք, տեսնեք մեր շուկայում ինչի շուրջ կա այդպես հնարավորություն ու դրա շրջանակներում փորձեք թուրքական շուկա մտնեք։ Չկա այդպիսի բան ուղղակի։ Իսկ Եվրամիությունը ամեն դեպքում աջակցության մասին խոսում է, գումարների մասին են խոսում եւ դա նաեւ իրենց համար քաղաքական ծրագիր է, միգուցե իրենք էլ այդքան հաշվարկներ չեն արել, բայց շատ կարեւոր է իրենց համար, որ այդ առևտուրը տեղի ունենա։ Հիմա սպասելիքներ այս առումով կարող են ունենալ։ Որ ամեն դեպքում գործողություններ կարող են հաշվի առնելով այն նպատակով իրենց առաջ դրել են քաղաքը։ Եթե մենք խոսում ենք եւս 10 միլիոն եվրո ինչ որ ծրագրի աջակցության մասին, օրինակ 10 միլիոն եվրո տրամադրելու եւ աղամանները սեղանին դնելու արգելք սահմանելու մասին կամ 10 միլիոն եվրո տրամադրելու եւ դրա հիման վրա բացօթյա սրճարաններում կամ թեկուզ փողոցում քայլելու ժամանակ ծխելու արգելքի մասին, ապա կարող է լինել։ Իսկ եթե մենք խոսում ենք երկարաժամկետ ու արդյունք ստեղծող ներդրումների մասին, չենք կարող խոսել, չկա այդպիսի բան։ Չկան այնպիսի ապրանքներ, որ հետաքրքրում են իրենց։ Ոչ, չկա։ Ոչ մի ապրանք չկա։ Ոչ։ Շատ քիչ խմբականակ գոյություն ունի։ Մենք տարիներ առաջ ունեինք 6500 անվանում ապրանքների զրոյական մաքսատուրքով Եվրոպա արտահանման հնարավորությունը մենք չենք կարողանում արտահանել։ Ինչու չենք կարողանում արտահանել։ Որովհետև սնունդը մեր մոտ եւ Եվրոպայում տարբեր է։ Ճաշակները տարբեր են, սպառման ծավալները տարբեր են։ Խմիչքների առումով նույնն է, հագուստի ու կոշիկների առումով նույնն է։ Մենք ինչը կարող ենք արտադրել այս պահի մեր պոտենցիալից ելնելով, Եվրոպայում շատ ավելի որակյալ ու շատ ավելի էժանադրակ կա։ Մենք չենք կարող իտալական կոշիկ կամ հագուստ արտադրել եւ ուղարկել։ Նախ դրա համար, որ Իտալիան դա բարձր մակարդակով իրականացնում է, եւ երկրորդ, որ Թուրքիան հենց կողքները լոգիստիկ հարմարություններով իրականացնում է պատենտավորումը, այսինքն թուրքականը շատ ավելի հեշտ կարող է մուտք գործել։ Իսկ Եվրոպայի քաղաքականությունը հետեւյալն է. տրամադրել գումարներ, դրա դիմաց արգելել իր շուկա քո ապրանքի մուտքը։ Սա գիտեք, դարերով եկած ճշմարտություն է, դա կոչվում է արևմտյան փիլիսոփայություն, տնտեսական քաղաքականություն։ Նման պարագայում ինքը մեզ փողը կտրամադրի տոկոսով, այսինքն վարկային միջոցների ներգրավում կանի Հայաստանի Հանրապետությունը, ստիպված կլինի շատ ավելի մեծ քանակի գումար հետ վերադարձնել, բայց դրա դիմաց չունենա ապրանք։ Պատկերացրեք հետեւյալը. մենք ունենք հավ, որը յուրաքանչյուր օր ձու է ածում մեր համար։ Մենք ձուն վաճառում ենք, փող ենք ստանում, դրա դիմաց հաց ենք առնում։ Հաջորդ հավի ձվից ձվածեղ ենք պատրաստում եւ կարողանում ենք սնվել։ Մենք հավը պահում ենք զուտների համար, որովհետեւ ձուն կարողանում ենք վաճառել։ Ու վաճառում ենք օրինակ ռուսական շուկայում։ Հիմա Եվրոպան մեզ ասում է՝ մորթիր քո հավը, դա քեզ պետք չի եւ ռուսական շուկա ոչինչ բան մի վաճառի։ Մորթում ենք, չկա հավը, չկա ձուն, այսինքն մսամթերքը չկա, ձուն չկա, Եվրոպան մեզ տալիս է փող։ Փողը ձեռքներս չենք իմանալու որտեղից ձու առնենք, պատկերացրեցիք, այսինքն եթե դու քո ապրանքները չես արտադրում, դու քո ամբողջ պոտենցիալը վերացնում ես, դու կարող ես X փուլի ունենալ փող ու ոչինչ չկարողանալ առնել։ Օրինակ 90-ականներին հիշեն մեր ավակ սերունդները,
ինչ որ մի X փուլի շատ կարճ ժամանակահատված մարդկանց ձեռքին կար գումար, բայց չկար ապրանք։ Ես շատ լավ հիշում եմ իմ ծննդավայրում գյուղատնտեսությամբ զբաղվածները, այդ թվում իմ ընտանիքը, իմ պապիկը գյուղատնտեսությամբ էին զբաղվում, տարբեր այդպես կենդանիներ էին պահում եւ վաճառում, գոյություն ուներ հող, բայց չկար հագուստ ձեռք բերելու, չկար կոշիկ ձեռք բերելու, չկար ալյուր, դեպքեր եմ հիշում նույնիսկ, որ ցորենը հենց գյուղում աճեցնում էինք, նույնիսկ եգիպտացորենը աճեցնում, եգիպտացորենի ալյուր էինք ստանում։ Այսինքն մոտավորապես այս իրավիճակն է ստեղծելու։ Որոշակի խմբականակի արտադրողականությունը սպառ վերանալու է, ոչ թե նվազելու մասին է խոսքը։ Այսինքն այս ամեն ինչը կատարում է նրա համար, որ մենք լիակատար անցնենք Թուրքիայի տիրապետության տակ։ Ընդ որում, որ խոսում եք ներմուծման ավելացման մասին, այստեղ մի շատ կարևոր հանգամանք էլ գոյություն ունի։ Օրինակ ասելու են Ռուսաստանից ցորեն չենք ներկրի, Թուրքիայից կներկրենք, միացած հիմարություն ականատես կլինեք, որ ասելու են։ Մենք շտապենք կանխատեսում իրականացնենք։ Եթե ամբողջ աշխարհին մատակարարում է իրականացնում ցորենի կամ ալյուրի Ռուսաստանը, Ուկրաինան ու Կանադան, հիմա Թուրքիան հաստատ չկա այդ ցանկում։ Հիմա ասում են Թուրքիայից բերում ենք, Թուրքիայից որ ինչպես ենք բերելու։ Այսինքն Ռուսաստանից առնելու է մեր վրա վերավաճառի, չէ՞, նշանակում է $1000 առնելու է, 1200 մեր վրա վաճառի։ Նշանակում է այդ թվում ներմուծումը մենք պետք է այնքան հիմար գտնվենք, որ ավելի թանկով ձեռք բերենք, քան ուղիղ վաճառքի։ Ամբողջ աշխարհը, ամբողջ տնտեսական քաղաքականությունը, ամբողջ գործարար հարաբերությունները կառուցվում են գլխավոր մատակարարին գտնելու վրա, որպեսզի ավելի էժան կարողանան ձեռք բերել։ Հայաստանը հակառակն է, այսինքն մենք ունենք գլխավոր մատակարարին, ասում ենք, չէ, դու մեզ պետք չես մեզ վերավաճառողի միջոցով ուղարկել։ Առանց այն է, օրինակ Չինաստանից ամենաշատ ներկրումներն ենք, չէ՞, իրականացնում։ Չինաստանից ներկրումների պարագայում շատ ապրանքատեսակներ կան, որ արդեն վաղուց գոյություն ունեն տարածաշրջանային ներկայացություններ, որոնց սեփականատեր ու ներկայացուցիչները Թուրքիային քաղաքացիներ կամ թուրքեր են, շատ դեպքերում արդեն այդ ահռելի շուկայից մենք ուղիղ ձեռքբերում չենք կարողանում իրականացնել, ասում են գնացեք թուրքերի հետ պայմանավորեք իրանցից ձեռքբերում։ Այսինքն մենք անընդհատ բաց ենք թողնում, մի հատ էլ գլխավոր մատակարարին թողնում ենք, ասում ենք, չէ, դու մեզ պետք չես, դու մեզ բարենպաստ պայմաններով ես առաջարկներ կայացնում, մենք տնանք Թուրքիայից ձեռք բերենք որովհետև նրանք անբարենպաստ են, որովհետև նրանք ավելի թանկ են մեզ վաճառում։ Սա հիմարության գագաթնակետն է ուղղակի։ Գիտեք, անդադ խոսել, անդադ ասել այդ մասին, հա, կարևոր է անդադ իրազեկել մեր հանրությանը, բայց արդեն հոգնում ենք անդադ դրա մասին խոսելուց։ Պետք է ուղղակի սրան փոխել եւ վերջ։ Բայց ամեն դեպքում տնտեսության առումով պետք է չէ հավասարակշռում տեղի ունենա։ Այսինքն սա երկարատև գործընթաց։ Հիմա այս ամենը իրականացնելու մեխանիզմներ չպետք է մշակվեն։ Գիտեք, դրանք ինչքան հեշտ գործ են։ Ես մի քանի անգամ հայտարարեմ, 5 րոպեի գործ են ընդամենը։ Պետք է քաղաքացիական պայմանագիրը, եթե ունենար հայրենասիրություն, եթե ունենար հայապահպանման ծրագիր, Հայաստանի Հանրապետության հարատևման ծրագիր, եթե ունենար, որովհետև ես վստահ եմ, որ նրանք չունեն։ Նրանք գործում են իօգուտ Թուրքիայի, իօգուտ Ադրբեջանի, իօգուտ Ռուսաստանի, իօգուտ Եվրոպայի, իօգուտ ԱՄՆ-ի, բայց ոչ երբևէ իօգուտ Հայաստանի Հանրապետության։ Եթե ունենար իր պես կազմում չկան մարդիկ, ովքեր որ գիտակցում են ինչպիսի տնտեսական դոկտրին կարելի է մշակել։ Օրինակ նախորդ տարի էր 2025 թվականի տնտեսական դոկտրին մշակեցին, հրապարակեցին 50 էջի շրջանակներում էր։ Պատկերացնում եք 50 էջ։ 5 րոպեում կարելի է ընդամենը հավաքագրել բոլոր մասնագետների միջոցով գնահատել Հայաստանի Հանրապետության տնտեսական ներուժը, արտահանման ուղղությունները նախանշել, ներկրմանը փոխարինող արդյունաբերության քաղաքականության ծրագիր մշակել եւ հետո 5 րոպեին հաջորդող 6-րդ րոպեում սկսել դրա մեկնարկը։ Ունեցել են 8 տարի ժամանակահատված, կատարել են ոչ։ Խոսում են շուկաների դիվերսիֆիկացիայի մասին եւ ասում են երկարատև գործընթաց է։ Նախորդ 2 տարի առաջ Հայաստանի ԵՍՄ նախաձեռնությունը պաշտոնական գրությունով դիմել է կառավարություն ու էկոնոմիկայի նախարարություն։ Բոլոր պատկան մարմիններին, այդ թվում Սփյուռքի անձնակատարին եւ այլն։ Շատ པարզ հարցադրումով, գիտեք, շատ դեպքերում մարդիկ սիրում են բարդ ներկայացնել, սիրում են, չգիտեմ, པարզերը ավելի բարդեցնել, բայց մենք པարզ հարցադրում ենք արել։ Հայաստանի Հանրապետությունը ունի 100 դիվանագիտական ներկայացություն աշխարհի 100 երկրներում, այսինքն 100 դեսպանատուն, որոնցից ընդամենը 2-ում կառավարային ներկայացություն։
Դու կարող ես առանց պետական ծախսերի ավելացման եւս 98-ում նշանակել առևտրային ներկայացուցիչների, որոնք կհետազոտեն տեղի շուկաները, կսինխրոնիզացնեն Հայաստանի Հանրապետության հետ, կհասկանան արտահանման ուղղությունները, տնտեսական կապեր կստեղծեն եւ դիվերսիֆիկացիան կապահովի։ Գիտեք, մարդը հիմար պետք է լինի, որ ասի ես դիվերսիֆիկացիային դեմ եմ։ Չի կարելի այդպիսի բան ասել։ Չի կարելի Ռուսաստան, գիտեք, Ռուսաստանը մեզ ամենամտերիմ բարեկամ ու դաշնակիցն է լինի, չի կարելի միայն ռուսական շուկայի վրա հիմնվել։ Բայց 8 տարի ժամանակ ունեիր ընդամենը 98 առևտրային ներկայացուցիչ նշանակելու, որը քարտակին դիվերսիֆիկացիայի մասին հարցն է։ Էկոնոմիկայի նախարարությունից գրություն ունենք։ Շնորհակալություն առաջարկի համար, շատ կարևոր է։ Անպայման կիրականացնենք, նոր քաղաքականություն ենք մշակում։ Ուր է։ Ինչքան ժամանակ է անցել։ 2 տարի։ Բայց դա մենք տեսեք, մենք 2 տարի առաջ ենք, Հայաստանը ես եմ նախաձեռնությունը 2 տարի առաջ է մեկնարկել իր գործունեությունը, իսկ դրանից առաջ 6 տարի էլ ունեին դա անելու։ Լավ, ենթադրենք 6 տարի չեն հասկացել, տգետ են, չեն ֆայմել եւ այլն։ 2 տարի ժամանակ ունեին։ Դուք ինձ ցույց տվեք մի երկիր, որ այդ նամակագրությունից հետո առևտրային ներկայացուցիչ նշանակվեց, չկա այդպիսի բան։ Հիմա խոսում է, ասում եք արտգործնախարարը խոսում է դիվերսիֆիկացիայի մասին։ Արտգործնախարարը չի տեսել պատից կախ, տեսել է ճակտից կախ։ Արտգործնախարարը բարի կիրակյանքում չի ստեղծել։ Այդ մարդը 90-ական թվականներին գոյություն ունեին կոմիսիոնիներ, ամենահեշտ, այդպես այն ժամանակ դեռ բիզնես դեռ չէինք ասում, այն ժամանակ այդպես բիզնեսի ամենաարագ ու ամենահեշտ իրագործելու եղանակներ։ Այդ մարդը նույնիսկ կոմիսիոնի չի կարողացել բացի կառավարել։ Ինչի մասին է խոսքը, ինչ դիվերսիֆիկացիայի մասին է խոսքը։ Այսինքն դուք կարծում եք, որ Եվրամիությունն առանձնապես ապրանքներ արտահանելու ցանկություն մեծ չկա, ուղղակի սա քաղաքական հայտարարություններ են եւ Թուրքիայի եւ Ադրբեջանն են ուզում առևտրային հարաբերություններ հաստատել։ Միգուցե Եվրամիություն արտահանման ցանկություն կա, բայց երկու խոչընդոտ կա։ Առաջին, Եվրոպան ներկրել չի ցանկանում Հայաստանից, շատ կարևորագույն է, որովհետև մենք չենք կարող 40 երկրներում ասել, չէ, դուք պետք է ներկրման ակնկալիք ունենաք Հայաստանից։ Եվ երկրորդ, Հայաստանը չունի բավարար չափի ներուժ։ Առհասարակ կա Եվրոպա արտահանման հնարավորություն, միանշանակ կա, բայց դրա համար ինչ է հարկավոր։ Ոչ թե Գիտությունների ազգային ակադեմիան փակեն եւ դարձնեն հիմնադրամ եւ ամբողջ գիտական ներուժը Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնեն կամ մի քանի գրանտային ծրագրեր բերեն ու վերջ, այլ ամբողջությամբ թարմացնեն Գիտությունների ազգային ակադեմիան երաստիճան կառավարման, այդպես համագործակցության հարթակ ստեղծեն։ Կառավարություն, գործարար հատված, գիտություն։ Ընդհանրեն այս երանգյունու մեջ միմյանց հետ համագործակցելով կարելի է ստանալ նոր արտադրատեսակ, որով մենք կլինենք ամենաառաջինը, ամենամրցունակը եւ ինչու՞ միայն Եվրոպա։ Միգուցե աշխարհի 190 երկրներ կարողանանք արտահանել։ Հիմա դուք կարծում եք, որ այն մարդիկ նույնիսկ որ Փաշինյանն են ընտրել 1 տարի հետո, 2 տարի հետո բունտ են անելու եւ դժգոհություններ ներկայացնեն, այսինքն ներքին խնդիրներ են լուրջ առաջանալու տնտեսական Հայաստանում։ Այդ մարդիկ հիմա էլ են դժգոհ կամ իրենց որոշակի հատված հիմա էլ է դժգոհ։ Գիտեք ինչներ է ընտրությունների եւս այդպես ֆենոմեններից մեկը։ Հիշեք, մենք այդ թվում ձեր զրույցներով խոսել ենք 2021 թվականի հակավարկանիշային ընտրությունների մասին։ 2026-ին Նիկոլ Փաշինյանը բավականին ճիգեր գործադրեց եւ կարծես թե հաջողեց։ Նա կարողացավ ընդդիմության մեջ ստանա եռագլուխ մի ձևակերպում, այդ եռագլուխ ձևակերպումը կարողացավ հանրությանը այնպես խաբել ու մանիպուլյացնել, որ նրանք շատ վատն են, միակ լավը ես եմ, եւ դրանով հաջողվեց նրան նորից կազմակերպել հակավարկանիշային ընտրություն։ Եվ ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը ասում է, որ ես ներկա չեմ եղել եւ առանց իմ ներկայության ինչ-որ փաստաթղթեր են ստորագրել, ինչ-որ բանաձևեր են ընդունել, հարցեր ունեմ իրենց, պետք է գնամ եւ այդ հարցերը բարձեմ եւ նա ասում է, որ անդառնալի ոչինչ չի եղել, կարող ենք ամեն ինչ խոսել եւ կարգավորել։ Իր ներքին լսարանի համար ուժեղ տեղ է խաղում ընդամեն ու խաղում բարձր իմաստով Պուտինի հետ եւ այդ հարցերը քննարկեն։ Դեք Նիկոլ Փաշինյանը նույնիսկ էլեմենտար տակտ չունի, որովհետև գոյություն ունեն դիվանագիտական լեզուներ, ձևակերպումներ եւ գոյություն են դրանց կարմիր գծեր, որոնք երբեք չի կարելի հատել։ Չի կարելի, նույնիսկ եթե չկա որևէ կոնֆլիկտ պետության, կառույցների միջև եւ այլն, չի կարելի այդպես ձևակերպել։ Կգնամ ու տեղը գցեմ։ Եթե միտեղ կա բանակցելու խնդիր, խոսելի սկզբանե որ կգնամ եւ տեղը կգցեմ, սա նման է Արցախը, Ադրբեջանը եւ վերջ ձևակերպման, Հայաստանը եւ վերջ ձևակերպմանը, այսինքն դու ի սկզբանե մեսիջ ես տալիս, որ ես քո հետ բանակցելու հարց չունեմ։
Սա ինչ է նշանակում, եթե մենք հիշում ենք Նիկոլ Փաշինյանի կառավարման ամբողջ ժամանակահատվածը Արցախի հանձնումը եւ այլն, սա նշանակում է, որ ինքը մեզ մեսիջ է տալիս հայ հանրության, որ ԵԱՏՄ-ից դուրս եմ գալու։ Այսինքն կտրելու այն ճյուղը, որի վրա նստած են։ Մենք պետք է վախենանք դրանից, որովհետեւ դա շատ սարսափելի հետևանքներ կարող է ունենալ։ Բայց ես կողմից էլ ասում եմ, որ լավ առևտրաշրջանառություն է ընթանում, մենք ցանկություն չունենք դուրս գալու, շատ էլ որ օրենք ենք անել Եվրամիություն գնալու, մենք կարող ենք համատեղել եւ այլն։ Եվ սա ասեցիք, այսինքն դուք խոսում եք մի մարդու մասին, որը ակնհայտ adekvat չէ։ B չի հասկանում, որ փոքր երկրները չեն կարող գերտերությունների հետ այլ լեզվով խոսել, եւ իր ցանկությունը Հայաստանի Հանրապետության լուծարումն է։ Այսինքն դուք խոսում եք այդ մարդու մասին, հետեւաբար նրա խոսքերը մեկնաբանել, գիտեք, ծանր դրության մեջ եք դնում մեզ։ Ինչպես կարող ենք մեկնաբանել մի բան, որը չունի հիմք, չունի տրամաբանություն, չունի հիմնավորում։ Տղա է խաղում, ուզում է գնալ։ Դրա համար ասեցի, խաղում է։ Ռուսաստանը այդ հարցերը տեղը դնել, տեղը գցել։ Հիմա կհաջողվի թե ոչ, կարծում եք։ Օգոստոսին պարզ կլինի։ Իրանից կախված չի, որովհետև Հայաստանի հարցի որոշմանը Նիկոլ Փաշինյանը երբեք չի մասնակցում։ Նա մասնավորապես 2020 թվականի պատերազմից հետո աշխարհում տարբեր սեղանների շուրջ գեոպոլիտիկ, տարածաշրջանային պոլիտիկ եւ այլն նստում եւ որոշում են բացի Հայաստանից, այդ թվում Ադրբեջանը նստում է այդ սեղանի շուրջ, մասնակցում է որոշմանը, ներկայացնում է պահանջներ, ունի ակնկալիքներ, բայց երբևէ այդ սեղանի շուրջ Նիկոլ Փաշինյանը չի հայտնվում։ Նիկոլ Փաշինյանին ասում են դու տեղդ նստի։ Գիշեր կարգին հաղորդման մեջ մի այդպիսի էպիզոդ կար, որ մեկի դուրը թակում են, ասում են, «Էլ ինտրությունների համար ես եկել, ես այս անգամ ես եմ ընտրել», ասում են, «Ձենդ կտրի քեզ հետո ոնց կասենք, այդպես էլ կանես»։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ինքը գա, խոսի ուժեղ տղաք խաղա, բայց իրան մի հատ զանգ կգա, օրինակ ինչ որ մի գերտերության, ինչ որ մի ուժային կառույցի, այդպես պահակի տեղակալը կզանգի, հետո կասի «Ձենդ կտրի այդ տղա քեզ ոնց կասենք, այդպես էլ կանես»։ Դրա մասին է հուշում նաև Նիկոլ Փաշինյանի կառավարման 8 տարիները։ Դուք կամ որևէ մեկը թող ինձ ասի մեկ դրական բան Հայաստանի Հանրապետության համար, որ Նիկոլ Փաշինյանը իրականացրել է։ Մեկ շատ չեմ ցանկանում։ Ես մի քանի հատ թվարկեմ բացասականներից։ Արցախի լիակատար հանձնում։ Ով է առաջին Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Բացառապես Հայաստանը։ Այդպիսի, գիտեք, որևէ մեկը երազներում նույնիսկ չէր պատկերացնի, որ Հայաստանը կարող է այդպիսի ղեկավար ունենալ։ Հայաստանի տնտեսական ամբողջ պոտենցիալի տուգանք թույլատրում։ Աղքատության չափաբաժնի պահպանում, ընդհանրապես փոքրիկ ավելացում նույնիսկ չի իրականացրել։ Ինչի մասին, այսինքն ամբողջ ռազմական պոտենցիալի, պաշտպանական համակարգի վերացում, տնտեսական համակարգի վերացում, առողջապահության համակարգի վերացում, նույնիսկ շատ դեպքերում բուժման համար մարդիկ գնում են հարևան Վրաստան, դեղերի ձեռքբերման համար հարևան Վրաստանից են ձեռք բերում։ Խոսում է առողջապահության համակարգի արդիականացման մասին, դուրս եկեք փողոց ցանկացածին հարցրեք, շաքարային դիաբետի դեղ որտեղից են ձեռք բերում կամ որի ազդեցությունն ավելի արագ զգում, Հայաստանից ձեռք բերածի թե դրսից ձեռք բերած դեղերի։ Արյան զարկերակային բարձր ճնշման խնդիր ունեցողն է, ազգի կեսը հաստատ ունի, որտեղի դեղերը, այդպես զոբի դեղերը որտեղից են շատ ձեռք բերում կամ որից են շատ ավելի գոհ, որ տարածված հիվանդությունները նույնիսկ թվարկեք, խոսում են, որ դրսից ձեռք բերածները։ Կրթությունը այնպես է տապալել, որ նույնիսկ համալսարանները չեն թողարկում շուկայի պահանջներին համապատասխան կադրեր։ Ինչ է կատարվում դպրոցներում։ Խայտարակ այսպես մենք մի հատ այդպես հայկական ճաշատեսակ չունենք, աջապ սանդալ են ասում, ինչ են ասում, այդ աջապ սանդալ է սարքել ամբողջ ոլորտները։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցում էի Հայաստանը ես եմ նախաձեռնության ղեկավար Նայիրի Սարգսյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։